Ես կարծում եմ, որ բավականին լավ տարի է եղել 25 թվականը բանկային համակարգի համար։ Գլխավոր դրամատնից պնդում են փողի պակաս երկրում չկա, տնտեսական աճի շնորհիվ բնակչությունը շարունակում է խնայողություններ ձևավորել եւ բանկերին պահ տալ։ Ավանդներ ՀՆԱ ցուցանիշի 57.3% մակարդակ ունենք այս պահին, հայտարարում է Մարտին Գալստյանը։ Մենք ունենք ոչ միայն ներդրում պարտատոմսերում, այլ նաեւ բնակչության կողմից բանկերում ավանդների աճ։ Կապիտալի շուկայում տեղի ունեցող շարժերից երկրի ֆինանսական մեգարեգուլյատոր կառույցում առավել քան գոհ են, պարտատոմս թողարկող պետությանը ակտիվորեն նաև իրական հատվածն է միացել։ 700 միլիարդը գերազանցող պարտատոմսերի թողարկում կա Հայաստանի Հանրապետությունում։ Եվ եթե ես չեմ սխալվում, մեր պետական պարտատոմսերը դրամով մոտարապես 28 տրիլիոն են, այսինքն մոտ 25%-ը նրա 25%-ի չափ էլի, ընդհանուրի մոտարապես 20%-ի չափ մենք ունենք ոչ պետական պարտատոմսեր։ Ի տարբերություն իրենց կողմից խստորեն վերահսկվող առևտրային բանկերի մյուս թողարկողների մոտ գնորդների ուշադրությունը գրավող երբեմն շատ բարձր տոկոսով առաջարկներ են տեսնում, նկատում են Կենտրոնական բանկում։ Չեն միջամտում, բայց կարծում են պարտքը մեծացնող ընկերությունները նախ կապիտալն ավելացնելու խնդիր ունեն։ Օրերից մի օր փաստի առաջ իրենց արժեթուղթը գնաց մարդկանց չկանգնեցնեն։ Ներդրողներն էլ պիտի աչալուրջ լինեն, որ որոշակի այդ ֆինանսական ցուցանիշներին մի քիչ ավելի մանրակրկիտ նայեն, որտեղ leverage-ը ենթադրում է որոշակի ռիսկ։ Ֆինանսական հարցերում ուշադիր լինելու կոչը Գալստյանն ասաց պատրաստ է անընդհատ կրկնել, քանի որ համակարգերը համատարած թվայնացվում են, իրենց հետ բերելով կիբեր զեղծարարության նորանոր ռիսկեր։ Վիրտուալ տիրույթում պինդ պահեք ձեր բանկային ու անձնական տվյալները, ինտերնետով կամ հեռախոսով դրանք ոչ մեկի մի փոխանցեք, հորդորում է մարդկանց։ Եթե իրանց տան դուռը բաց չեն թողում տնից դուրս գալուց, նույն կերպ վարվեն իրանց վիրտուալ տիրույթի ակտիվների հետ։ Այդ շատ կարևոր է։ Բանկային աշխարհի թրենդերից Հայաստանը չի կարող հետ մնալ մոտեցմամբ նոր տարուց Կենտրոնական բանկը ռեալ փողին զուգահեռ նաև կրիպտո արժույթի կարգավորում կսկսի։ 26-ի հունվարից մինչև 27-ի հունվար մենք թողում ենք, որպեսզի կրիպտո ակտիվներ ձեռք բերվեն նաև կանխիկով մինչև 300,000 դրամի չափով։ Այսինքն կոմպրոմիսային ինչ-որ տարբերակ է, բայց նույնականացմամբ։ Խնդիրը, որի ուղղությամբ տարիներ շարունակ աշխատում էին, դոլարիզացիայի մակարդակի նվազեցում, այս ամիս հայտարարեցին, հասել են պատմական ամենացածր մակարդակի, նշանակում է հասարակությունը վստահում է հայկական դրամին։ Որակումը, որ դրամի նկատմամբ վստահության արդյունք է, մենք ենք հայտարարել։ Շատ լավ հայտարարություն։ Բանկում նաև գնաճի ներկա մակարդակից են գոհ, վստահ, որ անկանխիկ դրամաշրջանառությունը խթանող քեշբեքի նոր մեխանիզմը նոր տարում հավելյալ թանկացումների չի բերի։ Կոնկրետ թոշակառուն ինչ ապրանք կանխիկ փողով էր առնում, ըստ Գալստյանի նույնքանը փորձելու է քարտով գնել։ Ստացված քեշբեքը ծախսելու արդյունքում մենք կարծում ենք, որ ինքը գնաճ կբերի, բայց ոչ այնքան, որը մեզ պիտի մտահոգի։ Ռիսկ չկա նաև անշարժ գույքի շուկայում։ Ռուս ռելոկանտների այցի, նաև հիպոթեկային շուկայի գերտաքացումից հետո տների կտրուկ բարձրացած գները բավական դանդաղ են իջնում, արձանագրել են Կենտրոնական բանկում։ Ներքին խնդիրները համադրել ոչ միայն Պարենի միջազգային գների, այլև ԱՄՆ պարտատոմսերի շուկայի զարգացման հետ։ Վարքագիծ անորոշությունների հիման վրա A ու B սցենարներ կազմել եւ քառորդ չափով իջեցրել 6.5% սահմանել վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Ֆինանսական շուկան միջնաժամկետ հորիզոնում 6.25 ակնկալում դիտարկմանը Գալստյանն արձագանքում է։ Կախարդական բառն այստեղ միջնաժամկետն է։ Հերմինե Բաղդասարյան, Արտակ Գևորգյան, լուրեր։